հիմա ամենագլխավոր հարցը, պարոն Սարգսյան, իհարկե լավ է, որ ամեն հաղորդման մենք հիշեցնում ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները եւ Ռուսաստանի դիրքորոշումը, բայց հիմա գլխավոր խնդիրն այն է, որ արդյոք Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններից հետո կկարողանա աշխատել, որտեղ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունը հենց այդպեսին է աշխատել, չնայած շնորհավորանք չկա, բայց նա էլի պնդում է, որ Ռուսաստանը գործընկեր է, նրա հետ կարող ենք աշխատել, նաեւ բացառում է, որ 2013 թվականի իրավիճակը կկրկնվի, երբ մեկ գիշերում Սերժ Սարգսյանը մեզ միացրեց ԵԱՏՄ-ին, հիմա ինքը այս պահին Ռուսաստանում աշխատանքային այցով է, հանդիպելու է Միշուստինի հետ, ընդհանուր առմամբ եւ դուք էլ ասացիք, բոլորն են նշում, որ առանցքային խնդիրը ոչ այնքան ԵԱՏՄ-ն է այս պահին, որքան երկաթուղիների կառավարման հարցը։ Փաշինյանը կկարողանա այս հարցը լուծել կամ ընտրությունների այս արդյունքները որքանով հիմք տվեցին Փաշինյանին այդպիսի վստահ պնդում անել քաղաքականության մեջ, որ բացառի 2013 թվականի իրավիճակը։ Պիտի ասեմ հետևյալը, որ ընտրությունները եւ ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները որոշակի դռներ բացեցին, ի նկատի ունեմ ֆոն դեր Լայնի այցելությունը, ի նկատի ունեմ Եվրոպայի բացառիկ օժանդակությունը, ի նկատի ունեմ այն հնարավորությունները, որոնք բացվեցին Եվրոպայում հայկական ապրանքների ներմուծման առումով, սրանք Հայաստանը ինքն իր տնային աշխատանք անելով 2-3 տարում չէր հասնի, այն ինչ Վլադիմիր Պուտինի ու նրա, չգիտեմ, Գոստեխնաձորի արգելանքների արդյունքում Եվրոպան որոշեց մեզ ձեռնարկել։ Եվրոպան նաև ասաց, որ հասկանում է խնդիրը գազի հետ է կապված, եւ այդ գազի առումով էլ ֆոն դեր Լայնն ասաց, որ մասնագետներ կուղարկենք։ Այսինքն Ռուսաստանը մեզ սպառնալու մի գործիք է ունի միայն, այլևս գազն է, որովհետեւ այս ապրանքների չգնման այս process-ը իրականում չաշխատեց։ Մարդիկ փողոց դուրս չեկան, դժգոհության նման ալիք չկա, ես գյուղում եմ ապրում, ջերմոցատերերի հետ շփվում եմ, այդ դժգոհությունը այնպեսին չի, որ իրենք դրանից ելնելով իշխանապողություն անեն կամ գան հրապարակ իրենց ապրանքը, որևէ մեկ չբերեց չէ հրապարակում իր ապրանքը չտապեց։ Եթե բերեր թափեր, այդ իմ համար հասկանալի կլներ։ Լրիվ կհասկանայի այդ մարդուն, բայց այդքան գիտակցություն ունեցան, չբերեցին, թափեցին։ Այս Ռուսաստանին իր որոշումների, իր սխալ որոշումների ու այս ընտրություններում նաև կրած այսօրվա իրավիճակի, որ պարտավորված գնալու է խորհրդարանում նստի, այս ամենից հետո Ռուսաստանը պիտի այս որոշումներից հետո հետևություն անի։ Լավ, ինչ շարունակում եմ այս պատժամիջոցները, գնում եմ մինչև վերջ, ու չեմ ճանաչում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, թե որոշակի զիջումների ճանապարհով եմ գնում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ասաց, որ Վլադիմիր Պուտինը իր ընկերն է։ Հիմա տեսնում ենք, չէ՞ որ ընկերը չի։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ընկերը չի։ Ինքը գիտեր, որ իր ընկերը չի, ուղղակի ասում էր ասելու համար։ Թե ուղղակի սխալվում էր։ Մտածել է, որ իր ընկերն է ու այս ամեն ինչը տեսնելուց հետո պիտի իր վերաբերմունքը փոխի իր ընկերոջ հանդեպ։ Ես թողնում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր անձնական փոխհարաբերություններին, բայց ես եւ դուք տեսնում ենք, որ ընկերը այսպեսին չի լինում։ Ռուսաստանը անգամ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետության սովորական մարդու իր սեփական քրտինքով ծաղիկ աճեցնող, լոլիկ աճեցնող մարդու հանդեպ թշնամական վերաբերմունք։ Չեք ընտրել իմ Սամվել Կարապետյանին, ձեր ընտրության արդյունքն է չեք վաճառել։ Այս է։ Հիմա ինչ խնդիր է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը այդ ցուցահանդեսներին գնալով եւ այլնով։ Ես չգիտեմ, ամենայն հավանականությամբ մտածում է, որ Ռուսաստանը արդեն այս ամեն ինչից հետո հետևություն կանի ու կսկսի հետ քայլեր անել, ու այդ հետ քայլերի արդյունքում այդ ապրանքների վաճառքը կբացվի դեպի Ռուսաստան, գազի գնի առումով բանակցությունները կշարունակվեն, երկաթգծի առումով որոշակի ընդհանուր հայտարարի կգան։
Ես լավատես չեմ, ես չեմ մտածում, որ այդպես է լինելու, որովհետև երկաթգծի առումով Ռուսաստանը երկու ոտքը դրել է մի կոշիկ, ասում է, ոչ չեմ տալու, որովհետև երբ որ միայն այդ երկաթգծի ու այդ ճանապարհի, որի անունը իրենք դրել էին Զանգեզուրի միջանցք ու Ադրբեջանի նախագահն էլ 2020 թվականից Զանգեզուրի միջանցք էր ասում, միայն այս վերջում Թրամփին շնորհավորելուց նորից թրիպ ասեց, այսինքն միջազգային հարթակներում երբ Միացյալ Նահանգների հետ է, Ալիևը գրում է թրիպ, երբ մնացած տեղերում է ասում է Զանգեզուրի միջանցք, այդ նաև լավ է, ուրախացնող է, որ միջազգային հարթակներում Ալիևը հասկանում է, որ խնդիրը ինչ հարթության մեջ է, Ռուսաստանի համար դա միակ հնարավորությունն է, որ ինքը կարողանա վերահսկել Ադրբեջանին, Հայաստանին ու այս տարածաշրջանին ընդհանրապես։ Եթե ինքը այդ ճանապարհում չկա, ընդհանրապես այս տարածաշրջանում իր մնալը դառնում է ձևական ֆիկցիա։ Այսինքն թրիպում մասնակից լինելը գերկարևոր է Ռուսաստանի համար։ Մնացած առումներով ինքը երկրորդական է դառնում։ Տարածաշրջանում երրորդական անգամ գործոն է դառնում։ Եվ այս համատեքստում ինքը չի զիջելու։ Հիմա թրիպ փաստաթուղթը արդեն ստորագրվել է, այդ ստորագրվել է Երակոմ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի հետ եւ այդ փաստաթուղթը հետ ողորմյաններն ու նախ պիտի համաձայնվի Ալիևը, որ այդտեղ Ռուսաստանից, ինչի պիտի Ալիևը համաձայնվի։ Ալիևը ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինքը անգամ Թուրքիայից ուզում է անկախ լինել, իր ինչին է պետք, որ Ռուսաստանը վերահսկի իրեն, հետ վերադառնա Ադրբեջան։ Բայց եթե անգամ Ալիևն ու Թուրքիան էլ համաձայնվեն, ինչ, այդ ճանապարհը ինչի համար է։ Այդ ճանապարհը նրա համար է, որ միջինասիական հանրապետությունները կամ կենտրոնական Ասիան կապվի Եվրոպային։ Եվրոպան երբեք չի ուզենա, որ իր հետ ունեցած կապը վերահսկի Ռուսաստանը։ Այսինքն եթե այդ ճանապարհը սարքվի, Եվրոպան այդ տեղով առևտուր չի անի։ Եթե հիշում եք, Միացյալ Նահանգների այն նախորդ իշխանության փոխպետքարտուղար Օբրայենը, երբ որ հայտարարեց, ասեց, եթե դուք փորձեք ուժով լուծել, մենք կօգտագործենք ողջ գործիքակազմը, դրանից հետո ինքը մի նախադասություն էլ ասեց։ Ասեց, եթե դուք փորձեք շրջանցել այդ ճանապարհը, այդ առևտուրը տեղի չի ունենա։ Այսինքն ինքն ասեց, ձեր բերած ապրանքները չենք առնելու։ Չենք առնելու ուղղակի։ Ինքը այդ ժամանակ ի նկատի ուներ, որ թեկեք Իրանով տանեք, լեզու գտնեք Իրանի հետ ու Իրանով տանեք, միևնույն է, այդ առևտուրը տեղի չի ունենա։ Այդ արդեն չինական մետաքսի ճանապարհը կդառնա։ Այսինքն, այս համատեքստում Ռուսաստանի թրիպ մասնակից դառնալը անհետ է։ Այն ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, այդ կարծում եմ Ռուսաստանի համար նաև վիրավորական է ու չպետք է առաջարկի։ Որտեվ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում է, դուք էլ կարող եք թրիպից օգտվեք։ Պատկերացրեք, Ռուսաստանը մտնում է Ադրբեջանով, երկաթգծով գալի մտնում է Հայաստան, միանում է թրիպին, որ այդ տեղով ինքը գնա Եվրոպա։ Այն դեպքում, որ ինքը Սիբիրից տրանսիբիրյան մագիստրալ ունի, որը գնում է դեպի Եվրոպա, ինքը Եվրոպայի հետ ահռելի սահման ունի Ռուսաստանը։ Երևի աշխարհում ամենաերկար սահմանը Եվրոպայի հետ ունի Ռուսաստանը, ու Ռուսաստանը պիտի այս ճանապարհով, այս անգամ վիրավորական է ռուսներին նման բան առաջարկել։ Իմ կարծիքով այդ հայտարարությունից հետո, ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչը միանշանակ ողջունելի է, որ ասաց, որ հայկական երկաթուղիների Հայաստանի սեփականությունը եւ դրանց բուն իմաստը հայ ժողովրդին ծառայելու մեջ է, դրանից հետո մի բան կա, որ իրանք պիտի անեին։ Իրանք պիտի հայտ ներկայացնեին Ֆրանսիայի արբիտրաժային դատարան իմիջայլոց ստորագրած փաստաթղթում գրված է, որ վեճերը պիտի լուծվեն Փարիզի արբիտրաժային դատարանում։ Այդ համաձայն կոնսեսիոն համաձայնագրում այդ կետը գրված։ Այսինքն հայց պիտի ներկայացնեն Փարիզի արբիտրաժային դատարան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գոյություն ունեցող քաղաքական իրավիճակից, թրիպ ծրագրերից եւ Հայաստանի երկաթուղիներում անհրաժեշտ արվելիք ներդրումների անհրաժեշտությունից ելնելով հայց է ներկայացնում դուրս գալու Ռուսաստանի հետ 2008 թվականին կնքված կոնսեսիոն համաձայնագրից։ Եթե չեն ուզում, որ գրեն, որ Ռուսաստանը իր պարտականությունները չի կատարել, երկաթուղին չի բերել եւ այլս, չեն ուզում սրեն, գոնե պիտի գրեն, որ թրիպի հետ կապված ու Հայաստանի գերակաշայից ելնելով եւ այլը, քանի որ այնտեղ արդեն 24% ունեն, 76 Միացյալ Նահանգներինն է Մեղրիում, 24-ը Հայաստանին է, այստեղ էլ ենք ուզանում, ցանկանում որ մերը լինի, հետեւաբար դինեն այսինքն
Հայտարարելն ուրիշ բան է, գործանելը ուրիշ բան։ Եթե այդ հայտարարել ես, հաջորդ քայլը պիտի լիներ այդ Ֆրանսիայի Փարիզի արբիտրաժային դատարան դիմել։ Եթե դեպատում հայտարարում ես, որ Սամվել Կարապետյանը շպիոն է, հաջորդ քայլը պիտի լինի այդ շպիոնին կալանավորելը։ Չսպասել ընտրության գալ քվեարկելը։ Եվ որ հաջորդ քայլում ասում ես դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմեք գրավոր ու դիմում ենք ու արդյունքում ասում են գիտեք ինչ, ոչ շպիոն է, ոչ էլ փող է բաժանել ու դա ազդեցություն չի ունեցել այսօր սահմանադրական դատանում էլ վիճարկում ես այդ ամեն ինչ, այդ որոշակի առումով անլրջացնում է ամեն ինչ, որովհետև ժողովրդի աչքի առաջ այդ ամեն ինչ տեղի է ունեցել։ Իսկ այն ինչ որ ասում են այդ քաղաքական ուժերը, այդ ընդհանրապես որևէ քննադատության չի դիման։ Այդ նման է նրան, որ գողին գողության պահին տան մեջ բռնում ես, ինքը մեղադրում է տան անդամներին ժամանակից շուտ տուն վերադառնալու կապակցությամբ, էլի խիշուտ եկաք չհասցրեցի իմ գողությունն անել։ Այս մարդիկ ինչից են խոսում 300,000 ադրբեջանցիներից եւ այլնից։ Գիտեք, ասենք Հայաստանում ադրբեջանցիները ապրել են եւ Սովետական միության փլուզումից հետո 1 միլիոնից ավել հայեր դուրս են եկել Ադրբեջանից, Սումգայիթից, Բաքվից եւ այլը, կամ 500,000 կամ 200,000 կամ 100,000 ադրբեջանցիներ Հայաստանից գնացել են, հետ են գնացել դեպի Ադրբեջան, որոշները նաեւ փոխհատուցում ստանալով։ Այսինքն մարդկային այս հոսքերը տեղի ունեցել են, որպես իրականություն գոյություն ունեցել է։ Բայց այն մարդը, որը հայ մարդուն որպես ապրանք է գնահատում ու փողով այդ ձայնը, աստծո տված ձայնը գնում է, ինքը ավելի վատն է ու ավելի վտանգավոր, քան 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձը։ Այդ շատ ավելի վտանգավոր է։ Այդ շատ ավելի վատ է, որովհետև սպանում է մարդուն, ոչ միայն որպես քաղաքացի, որպես մարդ է սպանում։ Ոչինչ ես, դու ապրանք ես, դու շնչավոր ապրանք ես, կենթանի ես, քեզ փողով գնում են, ոնց որ մալի շուկայում։ Այն մարդիկ, ովքեր հայ մարդուն փողով գնահատել են ու գնել են, այսօր արդարությունից են խոսում, սահմանադրական դատարանից, չգիտեմ իրենց իրավունքները խախտելուց, չգիտեմ դիմակավոր իրենց տուն մտնելուց, դուք խոսելու իրավունք չունեք։ Դուք ամենաշատն եք արհամարել հայ մարդուն, ընդհանրապես Աստծո ստեղծած մարդուն, առանց ազգության մարդուն։ Դուք արհամարել եք նրան, ապրանք եք համարել, ու ասել եք քու խոսքը, քու ձայնը վաճառում ես այսքանով։ Ինչ չեն վաճառել։ Ասենք բանը հասնում են նրան, որ ասում են, ով որ վաճառել է Նիկոլ լինի։ Այսինքն չհասկացա, մեր հանրությունը իր ամբողջության մեջ համարում է, որ ընտրություններին փող չի բաժանվել։ Իսկ եթե բաժանվել է, ով է բաժանվել։ Իշխանությունը, մենք, ով է բաժանել։ Չի կարելի մարդկանց աչքերին նայելով եղածը այդ կարգի սուտ ասել։ Չի կարելի ուղարկի։ Ու այս հոգեբանական առումով, մարդկային առումով ոչ միայն եկեղեցու հետ չի կապվում, եկեղեցու պաշտպանության հետ չի կապվում։ Սա որևէ կերպ Հայաստանի հայ մարդու, ընդհանրապես Աստծո ստեղծած մարդու հետ չի կապվում։ Բայց պարոն Սարգսյան, ադրբեջանցիների վերադարձի թեման իրենք չեն հորինել կամ շրջանառության մեջ դրել։ Դա Ալիևի խոսույթն է։ Գիտեք ինչ, եթե Ալիևը տեսնում է, որ Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր այդ թեման օգտագործելով կարողանում են Հայաստանի խորհրդարանում այդքան կվե հավաքել, ինքը ինչի՞ չպետք է օգտագործի, որ ինչ Ալիևին ձեռնատու է ուժեղ Նիկոլ Փաշինյան։ Ընդհակառակը Ալիևին ձեռնատու է ինչքան Նիկոլ Փաշինյանը թույլ է, այնքան լավ, հետևաբար ինչքան կարող եմ այս թեման կօգտագործեմ։ Իսկ ինչի՞ չպետք է օգտագործի, ինչ Ալիևը մեր բարեկամն է դառել։ Թե Ալիևը Նիկոլ Փաշինյանի հարազատն է։ Պասերով, իրար պասերով աշխատում են։ Տեսնում են նյութը աշխատում է, Ադրբեջանը չէր խոսում, չէ՞, թեմայից։ Մինչև ընտրությունները թեման ընդհանրապես չկար, որպես այդպիսին գոյություն չուներ։ Ադրբեջանը սկսեց այդ թեման ակտիվացնել ընտրությունների ընթացքում ու ընտրություններից հետո, որովհետև տեսավ, որ այդ թեման հայ մարդուն ցավեցնում է, հայ մարդը դրանից վախենում է, եւ Հայաստանում ընդդիմությունը դրանով նեղում է Նիկոլ Փաշինյանին։ Ու դա էլ է հայելային։ Նիկոլ Փաշինյանն էլ 2018 թվականին ընտրությունից հետո Ադրբեջանի ժողովրդավարությունից էր խոսում։ Ալիևին ցավացնելու համար բումերանգը աշխատում է միշտ։
Հիմա այս խորհրդարանը այս տեսքով կկարողանա ավելի շուտ ինչ կարող է անել սահմանադրական փոփոխությունների այդ պահանջի հետ, եթե այդպես բնութագրենք Ալիևյան այդ պահանջի հետ։ Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը բալանսավորելն է։ Ինքը չի կարող չբալանսավորել, որտեղ չբալանսավորելը Հայաստանում ոչ տնտեսական, ոչ արտաքին, ոչ ռազմական խնդիրները չի լուծել։ Իսկ բալանսավորմանը դեմ է Ռուսաստանը, հետևաբար այս համատեքստում ինքը գնա, Լենինգրադ չգնա, հանդիպի Պուտինին ասի ինքեր, թե ասի հորողբոր տղա, թե օրկուրի տղա, դա հարց չի լուծելու։ Ու ճիշտ կանի, որ ինքը դրանից հետևություն անի։ Լավ կլինի, որ հետևություն անի։ Ու եթե իսկապես քաղաքացիական պայմանագիր ուղղություն է վերցրել դեպի բալանսավորումը, չի ուզում ամբողջությամբ Ռուսաստանի հետ կտրել ամեն ինչ, այդ շատ լավ է, բայց Ռուսաստանը համաձայն չի, որ բալանսավորվի։ Ռուսաստանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ինքը չի համաձայնելու բալանսավորման այդ քաղաքականությանը ու հակադիր քայլերն անելու է։ Ու այստեղից հետևությունը գալիս է նրան, որ այս երկու աթոռը դարել է անհնարին։ Չէ, բայց ես հարցնում եմ սահմանադրական փոփոխությունների մասին, այդ պահանջի հետ ինչ։ Առաջին խնդիրը բալանսավորումն է։ Բալանսավորման խնդիրը պիտի լուծի, երկրորդ խնդիրը սահմանադրական հանրակրվեն է, որ ինքը խոստացել է։ Ինքը ընտրությունների ժամանակ ասում էր, եթե 2/3 չունենամ, որպեսզի դնեմ սահմանադրությունը հանրակրվեի, ապա աշտանը կլինի պատերազմ։ Հիմա 2/3 չունի, աշտանը պատերազմ լինելու է, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրավիճակին տիրապետում է ու հստակ պիտի այս հարցին պատասխանի։ Հավանականությունն ինչքան է, որտեվ ըստ այդ հավանականության մենք պիտի կողմնորոշվենք ու դիրքավորվենք։ Մենք պիտի պլանավորենք, որ ուղղությունների վրա է լինելու ու ինչ ենք անելու։ Եթե լինելու է, մենք մեր սպառազինությունների գնումը, Եվրոպայի հետ մերձեցումը, ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների մակարդակը, աշխարհի այլ երկրների խնդիրները, արտաքին քաղաքական բոլոր այդ ուղղությունները պիտի օգտագործենք, այդա թույլ չտալու կամ տեղի իրականություն դառնալու պարագայում արագ հակահարված հասցնելու ու կասեցնելու առումով։ Եթե այդ պատերազմը տեղի չի ունենալու, ինքն ուղղակի ասել է ընտրական համատեքստում ավելի շատ վերցնելու համար, այս հարցի ուրիշ կողմն է, որ իր մեջ բարոյական համատեքստ ունի, որին պիտի էլի Նիկոլ Փաշինյանը փորձի պատասխան տալ ու պիտի անկեղծ լինի իր ժողովրդի հետ, անկեղծ աչքերի մեջ նայելով, ասի, որ ես ասել եմ դրա համար, ուղղակի։ Բայց եթե պատերազմ չի լինելու, խաղաղության փաստաթուղթը ստորագրվելու է, թե չէ, որտեվ Ալիևը խնդիր դրել է, որ այս սահմանադրությունը պիտի փոխեք եւ Նիկոլ Փաշինյանի վերջին սահմանադրության օրվա հետ կապված ուղերձում սահմանադրության փոփոխության մասին նաեւ ակնարկներ կար այդ համատեքստում, որ պիտի գնա սահման։ Հիմա ինքը չունի այդ 2/3 սահմանադրական փոփոխություն անելու համար։ Հետևաբար ինչ պիտի անի։ Ինքը պիտի ազգային ժողովի այս նոր ձևավորված կազմից եթե չեմ սխալվում 6-ը պատգամավորի այդ երկու թևերից իրենով անի, ինչը թող ինձ ներեմ, բայց մեր ժողովուրդը այդպես է բնութագրում, ես այդ մեր ժողովրդի բնութագիրն եմ ուղղակի բարձրաձայնում, անասնագողություն է այդ անվանում։ Այսինքն այն պատգամավորներին, որ մի թիմից առնում են կամ ստիպում են, տանում են այլ թիմ լրիվ հակառակ տեսակետի կողմ քվեարկելու, դա անասնագողություն է համարում։ Դա այս ազգային ժողովի ընդհանուր նկարագիրը ոչ միայն չի լավացնի, այլ ավելի կվատացնի, որովհետև այն որ ասում եք տխուր է, շատ ավելի տխուր կդառնա։ Ժողովրդավարական երկրում, որտեղ կառավարության, որը հիմնականում ու ամբողջությամբ խորհրդարանական հանրապետություն է, խորհրդարանը բոլոր առումներով խոցելի է դառնում, բոլոր առումներով։ Տխուր ու խոցել է դրսից ուղղորդված, փողբաժանած, մի հատ էլ անասնագողությամբ։ Այս ներքին բարոյական, քաղաքական եւ հոգեբանական ճգնաժամի է բերելու։ Նման ճգնաժամ կար 2000-2001 թվականներին, 2000 թվականի առաջին ամսից հետո պատերազմից հետո ես անդադ առաջարկում էի գնալ արտահերտ ընտրությունների։
չգնացին, սպասեցին, մինչև չգիտեմ Վազգեն Մանուկյանը շարժում ձևավորեց, հետո գլխավոր շտաբը հայտարարեց, որ պիտի հրաժարական տալ, եկեղեցին ստիպված փողոց դուրս եկավ միտինգի ու պատկերացրեք մարդիկ այդ քանակությամբ փողոց դուրս չգային, վերջ իշխանությունը փոխվելու էր, մարդիկ փողոց դուրս եկան, այսինքն հիմա էլ հոգեբանական առումով ես կարծում եմ հասնելու եմ մի իրավիճակի, որ նոր ու շատ ավելի լեգիտիմ խորհրդարան ձևավորելու կարիք է առաջանալու, որ եթե ուզում ես այդ 2/3-ն ունենաս, իսկ այդ 2/3-ն ունենալու ինչ տարբերակ ունի Նիկոլ Փաշինյանը, իր տված խոստումները կատարել առաջին, բալանսավորել իրապես, որովհետև երբ որ դու ասում ես ես բալանսավորում եմ, բայց ՀԱՊԿ անդամ ես, ԵԱՏՄ անդամ ես ու ինչ կա չկա Ռուսաստանի հետ է, ատոմակայանի խնդիրն էլ ասում ես ու դեռ ռուսների հետ էլ քննարկում ես, դու չես բալանսավորել, հետևաբար խոստումը չես կատարել։ Դատական համակարգը վերափոխել 8 տարի, ասում եմ, մեր դատական համակարգը կաշառքով է։ 8 տարի իշխանություն ես։ Խորհրդարանն էլ էր քոնը, Լուսահոգի Մանվել Գրիգորյանի ասած Չակուշն էլ մեղնել։ Այդ խնդիրը լուծեիր, ոնց ուզում էիր լուծեիր, ժողովուրդը դրա դիմաց վճարում եւ նաեւ խոստացել ես, որ պիտի դատապարտես այն մարդկանց, ովքեր կաշառք են բաժանել, շպիոն են եղել, դրսից են ուղղորդվել, թող ինձ ներեն, ես ոչ մեկին շպիոն չեմ անվանել։ Եվ այս առումով պիտի դատապարտես, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը գնում է բալանսավորման, դատական համակարգում փոփոխություններ է անում եւ այս մարդկանց, մասնավորապես Ռոբերտ Քոչարյան, երրագլուխ հրեշ, որ ինքը ասում էր, էլի իր բառով եմ ասում, թող ինձ ներեն, այդ երրագլուխ հրեշի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին կալանավորում է, ու ինչ հենքով ինքը պիտի կալանավորի։ Պիտի կալանավորի, որ այս մարդիկ ընտրություններում կաշառք են բաժանել, չէ։ Ոչ թե որ չգիտեմ, Մարացեմենտը ժամանակին ես իմ ինչ են արել։ Խնդիրն է չի։ Կաշառք են բաժանել, այս հենքով պիտի կալանավորի։ Որ այս մարդիկ կաշառի, եթե իրենք կաշառք են բաժանել, ուրեմն իրենց կուսակցություններն էլ ազգային ժողովում հայտնվել են կաշառքի արդյունքում, չէ։ Հետևաբար կուսակցությունների մասին օրենքով այս կուսակցությունները պիտի լուծարվեն։ Ես առաջարկել եմ նաև էլ կուսակցությունների առաջին 3 անդամներին 10 տարի զրկել քաղաքականությամբ զբաղվելու, որևէ ցուցակում հայտնվելու իրավունքից, որից հետո կարող է ընտրություններ դնել, ու եթե ինքը այդ քայլերը ամբողջությամբ անի, արտաքին քաղաքական ուղղությամբ դեպի Եվրոպա քայլեր, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, արտարադատության եւ այն մարդիկ, ովքեր Հայաստանի ընտրությունները փորձում են վերածել առևտրի, ինքը 2/3 հաստատ կհավաքի։ Մի բան էլ ավել կհավաքի, լրիվ արդար, ազնիվ ընտրություններով, նույնիսկ քարոզարշավ չանի, քարոզարշավին ինքը չմասնակցի էլ, այդ 2/3-ը կհավաքի, եթե չանի, այս ամեն ինչը իր վրա լուրջ կասկածներ է բերելու, այդ 2031-ը սարերի հետևում չի, Ռուսաստանը կադրեր գտնելու է, ու Ռուսաստանը ռևանշի գնալու է, ու մեր խնդիրն ինչ է, որ մեր երեխաները իմ խնդիրը մասնավոր որպես մարդու, որ իմ երեխաները ապրեն առաջադեմ զարգացող աշխարհի հետ, աշխարհի զարգացմանը զուգընթաց, լինեն իրապես պաշտպանված եւ ունենան իրապես ժողովրդավարության հենքի վրա բարեկամական հարաբերություններ մյուս երկրների հետ, այնպիսին ինչպիսին Եմենն է, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, ոչ թե փլուզվող Ռուսաստանի։ Ռուսաստանը այդ հնարավորությունը պահելու է մեր երկիրը հետ տանելու առումով։ Հետևաբար այս ամեն ինչը, ինչքան Նիկոլ Փաշինյանի, այնքան էլ իմ, ձեր ու մեր ժողովրդի խնդիրն է։ Ու մենք պիտի Նիկոլ Փաշինյանին պահանջենք, առաջարկենք լուծումներ չանելու դեպքում պարտադրենք։ Որևէ մեկը, ասենք Նիկոլ Փաշինյանին կամ այս իշխանությունների վարած քաղաքականությանը դժվար իրավիճակներում այդքան չի օժանդակել, ինչքան ես ու մեր կուսակցությունը, բայց այդ օժանդակությունն եղել է ինչի համար, ոչ թե անձի, ոչ թե մարդկային փոխհարաբերությունների, չնայած այդ փոխհարաբերություններն էլ մարդկային են եղել, այլ եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու եւ մեր զավակներին ապագա թողելու, իրապես ընտրելու իրավունք թողելու, ոչ թե փողով որպես ապրանք վաճառվելու հնարավորությունը նորից հետ բերելու համար։ Մենք այդ ամեն ինչը արել ենք դրա համար։ Ու եթե այդ ամեն ինչը ասվում է
ու 8 տարի հետո էլի իրականություն չի դառնում, դրա դեմ պայքարել է պետք, այլ տարբերակ չի մնում։ Ու դա մենք պիտի անենք բոլորով։ Ու չպիտի իմբոստանանք, վա, ես ինչ, ոնց կարելի է, հլը տեսեք ռուսները զբանն անում են Հայաստանի իշխանությունները հիմի էլի աջակցության կարիք ունեն։ Այո, աջակցության կարիք ունեն, ճիշտ խորհրդի, ճիշտ քայլեր անելու, խոստացածն անելու, կամ թող չխոստանան, կամ եթե ասում են երկաթգիծը հայ ժողովրդին պիտի ծառայի, դիմումը արդեն պիտի տան։ Եթե եվրոպացիներն ասում են, որ ձեր առաջ բացում ենք դռները, իրենք պիտի արդեն ասոցիացիան համաձայնագիրը գնան ստորագրելու, որովհետև Ռուսաստանը փակել է բոլոր դռները ու շարունակում է փակել։ Իրենք ոչ թե հիմի պիտի Լենինգրադ գնային, իրենք պիտի Ստրասբուրգ գնային կամ Բրյուսել։ Ինչ է տալու Ռուսաստանը սիրում է, երբ որ իրեն շողոքորթում ես, բայց չի հարգում շողոքորթողին։ Տեսեք ինքնաթիռի պարագայում Ալիևը ինչ հակադրություն դրեց ու Ալիևին սկսեցին հարգել։ Դուք ես պարագայում ակնհայտ ձեզ հակադարձում են, ակնհայտ։ Միևնույն է ձմռանը գազը թանկացնելու է։ Միևնույն է ամեն ինչ անելու է, որ այստեղի ինդիմությանն օգնի, որ 2028 թվականին Երևանում հաղթեն, հետո էլ 2031 ամեն ինչ անելու է։ Գնաս, չգնաս, բարևես, ասես ընկերս է, հորկուրից տղան է, մորկուրից տորն է, չի օգնելու։ Այս ամեն ինչը անցել է Նիկոլ Փաշինյանը։ Գազն էլ են ապրանքը չի, որ ասես գիտես ինչ, այս սրանով մոլդավացիները դիմացել են, վրացիները դիմացել են, մենք ընդհանրապես պատերազմի տարիներ ենք ունեցել, որ գազ չենք ունեցել, հիմի փառք Աստծո գազը մենակ խողովակաշարով չի, անգամ Նիդերլանդներից ընկերս Նիդերլանդերում է ապրում, ասում են Նիդերլանդները պատրաստ է Հայաստանին գազ վաճառել $540, եթե իշխանությունների հետ մոտ ես խոսի, եթե ուզում են կարելի է այս խնդիրը լուծել, կպնեմ գործի խնդիրը կապերը հաստատեմ, ասա ում հետ կապ հաստատեմ, խնդիրը բանակցենք։ Ոնց է Նիդերլանդները բերելու։ Հեղուկ գազ կտա սկզբից։ Հեղուկ գազ կտա, վագոններով կգան, կկանգնեն, կդատարկվեն, չգիտեմ, մեր խողովակաշարերը, հետո արդեն կասնի բնական գազի։ Գազի խնդիրը լուծվող խնդիր է։ Պետք չի վախենալ։ Ձմեռն անելու է միևնույն է։ Ձմեռն անելու է համապատասխան իրավիճակում Ադրբեջանին հրահարելու է պատերազմի։ Թույլ չի տալու, որ այդ սահմանադրության հանրակրվեն անես, թույլ չի տալու, ամեն ինչ անելու է, որ այդ հանրակրվեն չլինի։ Այս իր ուժերին խորհրդարան մտցնելու պայմաններից մեկն էլ դա է, որ մտեք, որ թույլ չտաք։ Ու որ մտածես, որ այնտեղից 6 հոգի կարող է ստանել, դա էլ ռեալ չի։ Ասեմ, ինչքան էլ նախ բարոյական առումով ես այդ ճիշտ չեմ համարում, երկրորդ այդ ռեալ չի նաև։ Շատ լավ, անպայման ուզում եմ Ռուսաստանով ամփոփենք, պարոն Սարգսյան, Բելարուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է ռեկորդային մակարդակի, մենք տեսնում ենք սոցցանցերում բազմաթիվ դժգոհ քաղաքացիների, գուցե ֆանտաստիկայի ժանրից է կանխատեսել, որ Ռուսաստանում ներքին դժգոհությունները այնուամենայնիվ լայն թափ կհավաքեն, իրապես խնդիրներ կստեղծեն Պուտինի համար, բայց ինչ կարող եք ասել, 4 տարի հետո կարծես թե այդ երկրում զգում են պատերազմի հետևանքները, ազդեցությունը։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը անցնում է արդեն միջուկային շանտաժի տարբերակին, ատոմային ռոմբ կիրառելուն, այդ թեման հենց վիճակը մի քիչ բարթանում է, իրենք հիշում են, որ իրենք ատոմային կոչակ ունեն, իմիջիայլոց այս միայն այդ իշխանությանը բնորոշ չի, Ելցինի իշխանությունն էլ էր։ Այդպես հենց որոշակի սովի խնդիրներ էր առաջանում ապրանքների մատակարարման խանութների դատարկվում էին, Ելցինը մատը դնում էր միջուկային կոչակին ու ասում էր դայձենգի Միացյալ Նահանգներին ու Եվրոպային։ Ու նրանք տալիս էին, որ ինքը այդ դրանով չսպառնար։ Հիմա Ռուսաստանը փորձում է այդ անել եւ այս պատերազմի համատեքստում բնականաբար թե Եվրոպան թե Արևմուտքը աշխատում են մաքսիմալ խուսափել այդ միջուկային ընդհարումից, աշխարհը չտանել միջուկային ընդհարման, Ուկրաինան էլ հակադարձելու տարբերակ է գտել, ասում է, որ եթե դու կիրառես, ես էլ կկիրառեմ, ես էլ կխփեմ ձեր ատոմային էլեկտրոկայաններին, որոնք նույն էֆեկտ կունենան, ինչ որ միջուկային զենքի կիրառելը դուք չեք կարողանում Մոսկվան պաշտպանել, այնպես որ ձեր ատոմակայանները խոցելի են իմ համար, այսինքն հակադարձման այս համատեքստում համազոր մրցակցություն է դնում Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանը
դրել է եւ փակել է սահմանները Լեհաստանի, Մերձբալթյան հանրապետությունների եւ այլնի, իսկ նշանակում է, որ պատրաստվում է պատերազմի։ Ինքը փակում է զորակոչ թույլ չտալու, զորակոչ անելու նպատակով, այսինքն տարիքի, զորակոչային տարիքի տղամարդկանց որոշակի քանակ, մինչեւ 40, մինչեւ չեն կարողանալու Ռուսաստանի սահմանները լքել։ Ռուսաստանը եթե տեսնի Ուկրաինայի դեմ պատերազմում հաջողություններ չի ունենում ու պարտվում է այդ ռմբակոծություններն ավելանում է իր հաջորդ քայլը իմ կարծիքով լինելու է ոչ թե միջուկային պատերազմը, որով ինքը փորձի Ուկրաինային հարացել։ Ինքը փորձելու է ռուս ժողովրդին ցույց տալ, որ դա ոչ թե Ուկրաինան է, Ուկրաինան ինչ խնդիր էր ինքը, իրենք եթե նայում եք իրենց քարոզչության հետ են ասում, որ մենք պայքարում ենք ամբողջ աշխարհի դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների, որը կողքից օժանդակում է։ Եվ իրենք պիտի ասեն, որ այս Ուկրաինան չի, որ այս զենքերը որ կան, անունը Ֆլամինգո է, թե ինչ այդ եվրոպացիներն են տվել, այդ ուկրաինացիները չէ, իհարկե այդ սուտ է միանշանակ, եւ իրենք կփորձեն խփել որևէ եվրոպական երկրի։ Այսինքն պատերազմ հայտարարել, ներքաշել Եվրոպային, այդ առումով ներքին ցնցումներն ու բողոքները կմեղմելու, կասեցնելու ընդհանուր հայրենական պատերազմի էֆեկտ ստեղծելու առումով, բայց ես էլ քիչ հավանական եմ համարում, որովհետև եթե իրենք նման բան սկսեն, այդ միևնույնն է էլի ձեռնատու չի լինելու իրենց, որտեվ այդ պարագայում իրենք կպարտվեն, որտեվ իրենք եթե ուկրաինական անօթաչուներին ու ֆլամինգոներին չեն կարողանում պատասխանել, ապա Եվրոպայի ունեցած մասնավորապես սպառազինությանը չեն դիմանա ու չեն դիմանա, առավել եւս որ եվրոպական մի շարք երկրներ նաեւ միջուկային երկրներ են, մասնավորապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան լուրջ արսենալի են տիրապետում, ել չասեմ մոտ ուժի, գերակայության եւ այլնի առումով, այնպես որ ես կարծում եմ, որ Ռուսաստանի միակ հույսը մնացել է Թրամփը։ Եվ իրենք այս անկախության օրով Թրամփին որ շնորհավորել էին, կարևորել էին այդ դերը, որ Թրամփը ինչ որ առումով կփորձի ճնշել Զելենսկուն եւ այսօր գոնե հրադադարի ինչ որ եղած դիրքերի կամ Դոնբասի մասով մաքսիմալը փոկելով գնան որոշակի առումով հրադադարի։ Բայց դա Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական վիճակը չի բարելավել։ Ընդհակառակը տնտեսական վիճակը ել ավելի է վատանալու, որտեղ Ռուսաստանի տնտեսությունը այսօր ամբողջությամբ դրված է ռազմական անիվների վրա, իսկ այդ ռազմական արտադրությունը, ռուսական ռազմական արտադրությունը այլևս աշխարհում ոչ մեկ չի գնում։ Դրա պահանջարկը չկա։ Իրանք ստիպված աշխատանքից ազատելու են այդ մարդկանց, ստիպված այդքան մարդ ովքեր գնացել են ռազմաճապատ հետ են գալու, զենքին տիրապետելով են հետ գալու, այն եղածը ոտքի հանելու գումարներով փող չունի եւ այս առումով Ռուսաստանի տնտեսությունը փլզման եզրին է կանգնած, այդ առումով Ռուսաստանի նախկին վարչապետ Կասյանովի այդ ներկայացրած թվերը եւ մոտեցումները Ռուսաստանի տնտեսության համատեքստում ես լրիվ իրատեսական եմ համարում, այս աշնանը Ռուսաստանը կունենա տնտեսական հիմնականում բանկային համակարգի հետ կապված ամենալուրջ ցնցումները ռուբլու կուրսը պահելու առումով, որտեղ փող են տպել, մոտարապես 20 օր առաջ լրացուցիչ գումար են տպել, իսկ փողը թուղթ է ու էական չի վրան ինչ թիվ ես գրում, միևնույնն է ինքը թուղթ է մնում, եթե տակը ապրանք չկա։